Բարևձեզ հարգելի ունգընտիրներ եւ ակընտիրներ։ Վանացայինի եթերով եւ ընկերային ցանցերով ցեզի հետ ենք ներկայացնելու համար մեր հadoop հարցազրույցը, որը նյութը, ինչպես մեր հայտարարություններն դեղեկացակ, ունի հրադապ կարևորություն։ Միջին Արևելքը եւ Հայաստանը դեպի ուր։ Բոլորս կանցատարնանք, որ Դոնալդ Թրամփի Միացյալ Նահանգներու նախագահ ընդունեն յետք աշխարհը կենտարգվի լուրջ փոփոխություններով։ Այդ փոփոխություններն անմասն չէ Միջին Արևելքը, ուր դեղի կունենան մեծակույն եւ կարևորակույն փոփոխությունները։ Ոմանք իրենց մեկնաբանություններու մեջ այնքան մահարաճ կերտան, որ գսեն թե նոր Սայքս-Պիկո է որ կգերդվի, այսինքն շրջանի նոր քարտեզը որ կգծվի։ Այս կացության մեջ եւ ծոցի երկիրների իր այցելության ընթացքին նախագահ Թրամփ 3 օր առաջ հայտարարեց, որ Միջին Արևելքը մուտք կգործե խաղաղության ժամանակաշրջան։ Արդյոք ինչ պետք է հասկանալ խաղաղություն ասելով։ Ինչ է քինը այդ խաղաղության։ Ով եւ ինչպես կվճարե կամ պիտի վճարե այդ քինը։ Եվ արդյոք շրջանի ժողովուրդները, որոնց կարգին Միջին Արևելյան մեր քաղուտները ի վերջո պիտի գարենան հանկիստ շունչ մկաշել։ Ասոնք հարցումներ են, որոնց պատասխանները մենք այսօր պիտի փնտրենք Հոյտա բյուրոյի նորընտիր անդամ, Միջին Արևելքի պատասխանատու եւ հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ երեսփոխան Հակոբ Պակրադոնի հետ։ Բարի եկած եք Վանացայն։ Ձերնդուտերն յետքս առաջին պաշտոնական հարցազրույցը Վանացայինի հետ, հետեւաբար ընկերակոբ ընդունեցեք նախ մեր շնորհավորությունները եւ արդյունավետ կորզունեության բարեմաղթությունները հայ ժողովրդի շրջանի եւ Հայաստանի տակնավալի այսօրերուն։ Ընկերակոբ իբրև Հոյտա 35-րդ ընդհանուր ժողովի մասնակից եւ նորընտիր բյուրոյի անդամ, մեկնած ընդհանուր ժողովի ընդհանուր դրամատուրգություններն ինչպես կտեսնեք այսօր քաղաքական պատկերը աշխարհի մեջ լայն պատկերը եւ հատկապես Միջին Արևելքի գացությունը։ Շնորհակալ եմ ընկեր Վիկեն, միշտ Վանացայինը մեր ազգային հասարակական քաղաքական աշխատանքներուն եւ մեր ժողովրդի հայեցի դիմակցի բահբանման եւ քաղաքական մտածողության ամրացման հենագետերեն մեկը եղած է, որուն համար դասնամակներ ամբողջ մեր գուսակցությունը զորակցած է այս կայանին եւ բնականաբար կշարունակի զորակցել, որ ոչ միայն լիբանանյան մագարտագի ունգընտիրներ եւ ակընտիրներ ունի, այլ նաեւ սպյուրս աշխարհի եւ Հայաստան։ Բիդիսեի նաեւ Արցախ, բայց դժբախտաբար Արցախի հանցնում են յետք, Արցախի մեջ հայությունը տեղահանված է, բայց վստահաբար Արցախահայեր թե Հայաստանի մեջ եւ թե այլուր գեհդեբին նաեւ Վանացայինին։ Բնականաբար ովև ընդհանուր ժողով ընդհանրական քննարկումներ կկատարե եւ ընդհանուր ժողովին դուրս կգա ռազմավարության հարաճիգա 4 տարիներու գուսակցության ռազմավարությունը։ Մենք ընդհանուր ժողովը կոմարեցինք թե հայաստանյան, թե շրջանային եւ համաշխարհային բացառիկ այսպես վերիվայրումներու քաղաքական մթնոլորտի մեջ, ուր համապատասխան որոշումներ առնվեցան անշուշտ եւ նաեւ հadoop կարեւորություն դրվեցավ Միջին Արևելքի գացության, ոչ միայն անորամար, որ Միջին Արևելքի մեջ հայկական ներկայություն կա, հայկական համայնքներ կան, այլ որովհետեւ Միջին Արևելքի անցուդարձերը անմիջականորեն գաբ ունին Հայաստանի հետ, Հարավային Կովկասի հետ, այնպես ինչպես Ռուսիա, Ուկրաինա պատերազմը գաբ ունի եւ անցնող դարիներուն մենք նկատեցինք այն հսկայական փոփոխությունները, որոնք տեղի ունեցած են միջազգային իմաստով, ինչպես նաեւ աշխարհատարածքին մեջ։ Այո, ընդհանուր ժողովը կանգ առավ այս հարցերուն թիմած եւ համապատասխան որոշումները արավ, մեկնելով երկու հիմնական խնդիրներ է, նախ բնականաբար Միջին Արևելքի կարևորությունը եւ Միջին Արևելքի մեջ հայահոց ներկայության խնդիրը, երկրորդ այս շրջանի մեջ եղած փոփոխություններու անդրադարձը Հայաստանի
եւ ընդհանրապես մեր հայտ թադի գավակցություն։ Երբ Թրամփի նման անձնավորությունը խոսի խաղաղության մասին, արդյոք բادرազմը վերջ կդած է, որ խաղաղության մասին ակնարկություն կդարվի։ Ըստ ցեզի միջին արևելքի մեջ այսօր ամեն ինչ խաղաղած է, հարցերը լուծված են, որ արդեն մենք կգտնենք այդպես ասած տրախտային գացության մարջը, որ խաղաղություն, խոստացված խաղաղություն կներկայացվի մեզի։ Գիտեք, նախ Միացյալ Նահանգներու նախագահ Թրամփի անձնավորությունը տարօրինակ բառը չեմ ուզեր կործածել, բայց արդասովոր անձնավորություն է, որը ունի երկու գավազան։ Մեկը այդ խիզախ գավազանը, որ հարվածելու դրամատուրգիա ունի ամեն ինչ, որ Միացյալ Նահանգներու խորքային պետության շահերուն թեմ է, բնականաբար իրեն համար առաջնահերթը Միացյալ Նահանգներու շահերն են, շատ բնական է ադիկա, եւ երկրորդ այդ գավազանը սպառնալու, բայց չկործածելու միտումը որ ունի եւ արդահայտելով որ ինք բادرազմ չուզեր, բայց եթե այդ քաղաքականությունը եւ ռազմավարությունը չհաջողի, անպայմանորեն ինքը պատրաստ է բادرազմ։ Ասիկա միջազգային քաղաքական կյանքի մեջ եւ ընդհանրապես քաղաքական հարաբերություններու մեջ բնական գերբով գտնվի, որբեսի բարձրացնել է այդ կարաստաղը հոն ուր որ ինքը ջնշում գրնապանեցնել որևէ անց գարենա իր ուզած անել։ Իսկ Թրամփի համար այնպես ինչպես որևէ երկրի նախագահի համար իր երկրի փառքավաճումը, տնտեսությունը առաջնահերթ է։ Հետևաբար այն բոլորը որ գնե նախագահ Թրամփ պետք է դիտել այս տեսանկյունեն, որ ինք չի վախնալ բادرազմեն, բادرազմի գավազանը գործածե սարսափեցնելու համար հագարագործը, միաժամանակ նաև որովհետեւ գարենա իր մյուս նպատակները իրագործել։ Իրեն համար բնականաբար խաղաղությունը ավելի կարևոր է, բայց խաղաղություն հաստատելու համար նաև զինվորական հավասարակշռությունը կարևոր է, որովհետեւ գարենա Միացյալ Նահանգներու զինվորական արտադրության, բادرազմական արտադրության կորձարանները փանեցնել եւ ադիգա հսկայական գումարներ գբերեն Միացյալ Նահանգներում։ Այսինքն բիզնեսի հասկացողություն կա նաև բادرազմի սերնարգելու քայլի մեջ։ Հիմա շատ այսպես խնդրահարույց հարց մտրիր միշտ բիզնեսի միշտ եղած է բիզնեսը, որում միացած է անշուշտ ասկայնական ներշնչումները, առաջին համաշխարհային բادرազմին, երկրորդ համաշխարհային բادرազմին, ատկի առաջ բادرազմները դեղի ունեցած են հին թարերում ճուրի, ուդեստեղենի, սննդեղենի, արդյունաբերության հարցերով շուրջ, վերջը կարյուղի, այսօր գազի, բնական է ասիկա տնտեսական թիդանգյուն են գսկսին բادرազմները քողարկվելով երբեմն այլ նյութերով։ Հիմա այսօր այնինչ որ գտեցնենք եւ հանգարց առավոտ մգարտնանք որ վտանգավոր սպառնալիքներով Թրամփ առաջ եկած է քանի մի ժամյետ գտեցնենք արտաքին նախարարը կամ անոր որ սպառնալիք ուղած է այդ երկրի պատասխանատուն այնպիսի դրամատուրգությամբ գտիդեն հարցերը որ բանակցություններով պիտի երթանք եւ այսօր դեսանք բնականաբար նաեւ նախագահ Թրամփի համար Իսրայելի քոյության հարցը հիմնական է եւ Աբրահամյան Տաշինքի կամ համացանակրի ենթահողը եթե ունենանք իրականության մեջ շրջանի մեջ այսինքն միջին արևելքի մեջ Իսրայելը գայուն
բեդությունը բահելու Իսրայելի դեմ բոլոր տեսակի վտանգները վերցնելու եւ ցևոմը միջին արևելքը իսրայելյան ընդհանուր այսպես հովանին դակ տնելու միտումը կա, որը Միացյալ Նահանգներու մեջ բնական երբով ընդունելի գտարնա, որովհետև Միացյալ Նահանգներու խորքային բեդությունը ոչ միայն իսրայելյան աստեցության դակ է, այլ հոն են եւ հիմերը նույնիսկ քաղաքական հիմերը այդ խորքային բեդության քաղաքական ռազմավարության գառուցումը կմեկնի իսրայելյան շահերեն եւ իսրայելացի կամ հրյա ամերիկացիներու կորձոն ներկայությամբ հիմա եթե փորձենք մենք միջին արևելքը դիտել Գազան դակավին խնդիրը կշարունակի մնալ Թրամփի առաջարկը Գազան վերածել զբոսաշրջական գետրոնի, իսկ ժողովուրդը, գազացի ժողովուրդը ծրել աշխարհով մեկ միանգամ միշտ վերջացնելով Գազայի խնդիրը, թեգուզ եւ դակավին գխոսվի երկու բեդության քաղաքարի մասին։ Երկու բեդություն արևմտյան ափով, այսինքն Ռամալայով եւ Դոֆեղարբիեով ուր Գազան գրնա իբրև հողադարած գոյություն ունենալ առանց ժողովրդի։ Ասիկա բնականաբար Իսրայելի գոմեդագավին գմերժվի եւ ի վերջո երբ կխոսվի բեդության մասին, բեդությունները կգազմվին ոչ միայն հողադարածքով, այլ ժողովրդով եւ ժողովուրդը չգա Գազայի մեջ կնշանակի ուրիշ նպատակ։ Լիբանանի հետ կապված խնդրով հագարակ Լիբանանի բեդության գնքած համաձայնագրի Միացյալ Նահանգներու հետ պատերազմը հրատատար հրճակելու եւ իսրայելյան ուժերու հերացումը ապահովելու հրատատարի որոշում են յետք 3000-ի ավելի խախտումներ դեպի ունեցած են եւ ամեն օր կկատարվին միշտալ հորթորներով որ Իսրայելը պետք է քաշվի, սակայն հիմնական խնդիրը թիմադրության զենքի հարցն է, որը դակավին կմնա թեական, թե այդ զենքի մասին որ կխոսվի Լիտանիեն թեպի հարավ, թե Լիտանիեն թեպի հյուսիս, եւ Իսրայել այս խաղը շատ բնական կերպով կխաղա, հիմնական նպատակ ունենալով Միացյալ Նահանգներու զորակցությամբ թիմադրության զենքի հանձնում։ Բարեբախտաբար մեր նախագահը Լիբանանի զորավար Ժոզեֆ Աունը բարձր գիտակցությամբ եւ պատասխանությամբ հարցին կմոտենա, որովհետեւ վերջին հաշվով թիմադրության զենքի հարցը Լիբանանյան խնդիրը լալով հանդերձ գվերապերի Լիբանանի մաս կազմող փաղացիչ համայնքներն կարևոր համայնքներն մեկուն շիի համայնքին հետ կապված խնդիր է եւ բիդի խուսափի հանրապետության նախագահը եւ ճիշտ է որ այդպես կնե ներքին փախումներ Սուրիո մեջ այնինչ որ պատահեցավ եւ հանգարց նախագահ Թրամփ հայտարարեց Սուրիո նկատմամբ պատժամիջոցներու վերացումը բնականաբար Բիդի զուտ մարդասիրական իմաստով չառնենք խնդիրը, այլ լուրջ քաղաքական ռազմավարության հետ կապված է նախ այսօր դակավին Սուրիո նոր հաստատված իշխանությունները Սուրիո ամբողջ տարածքին քերիշխան ուժերը չեն, դակավին չգայացած, դակավին սահմանության եւ նոր ընդդություններով խնդիր գա Սուրիո մեջ մեկ է ավելի թերագադարներ, որոնց կարգին Թուրքիան, եթե Ռուսիան այսօր անմիջական ներկայություն չէ, բայց կարելի չէ Սուրիո աշխարհագրական թիրքը նկատի ունենալով զայն դուրս բերել Ռուսիո շրջանային շահերեն, նույնը նաև Իրանը, Միացյալ Նահանգները հոնեն, գա քրդական կորձոնը, արաբական աշխարհը բնականաբար հետաքրքրված է Սուրիո մեջ
ծայրահեղության թեմ լալով լադիգա Եգիպտոս, Հորդանան, Սևդական Արաբիա, որոշ շապավարապական էմիրություններ եւ Կատար։ Հոս փակակից փանալով քրդական հարցը գշարունակի մնալ այսպես վերքմը, որ դակավին չսպիացած եւ բիլի չսպիանա։ Հանգարց բադահական չէ, որ աշխատավորական գուսակցությունը PKK-ն գահեդարարե զենքերը վարդնել։ Ադիգա բարձավես սարսափի իբրև հետևանք գրնա չլալ, այլ բնականաբար նաև ադոր քինը գա որ քյուրդերը պիտի կանցեն այսպես կամ այնպես, որում մեջ Թուրքիան թերագադար է, Իրաքը թերագադար է եւ որոշ չափով Իրանը։ Քրդական խնդիրը այսօրվա խնդիր չէ, մեկ թարաշրջանի եւ ավելի խնդիր է, որուն համար զենքերը վարդնելու փոխարեն կնշանակե որոշ ակնկալություններ կան կամ որոշ խոստումներ կան քյուրդերուն դրված։ Սուրիական ներկայ իշխանությունները չեն գայացած, ներքին համայնքային լուրջ խնդիրներ կան, ազգագրական կամ ազգապրակցության դարբեր գոմերու լուրջ խնդիրներ կան, իշխանությունները կխոստանան բոլորին հավասար նայել եւ սուրիացի քաղաքացի գերբարը ժողովրդավարական պետություն հաստատելու գերբարը առաջ կնետեն, սակայն շատ կանուխ է սուրյոգաբակցապար ՎՎ եզրակացություն կատարել, չմոռանալով նաև բնականաբար իսրայելյան գործոնը։ Այսօր Իսրայել հստակորեն ներկայություն է Սուրիո մեջ, զինվորական ներկայություն է, իր հարվածները կհասցնե մինչև Դամասկոս, մինչև նախագահական բալադի շրջակայք, գա դյուրզիներու խնդիր, որ նաև այսպես ագամն է Սուրիո իշխանություններու համար եւ կորձածելի կորձիկ Իսրայելի համար։ Ճիշտ է, որ Լիբանանի դյուրզի համայնքը եւ ղեկավարները ընդհանրապես այս երևույթին թեմ են եւ չեն գրնար ընդունել, որ Իսրայելը պաշտպանը լա Սուրիո դյուրզիներուն, սակայն վերջին հաշվով ընդհանուր պատկերին մեջ կտեսնենք, որ Իսրայել իր ներկայությամբ նվազագույնը, եթե պիտեսենք, կխաղա այս հագասություններուն վրա։ Քիչ մանտին երթալով տեսանք, որ ինչպես հանգարց դարձրեցան ամերիկյան հարձակումները Եմենի վրա եւ ինչպես Եմենը դարձրեցուց իր հարձակումները ամերիկյան նավերու վրա, մնաց հավասարակշռությունը Իսրայել եւ Եմեն եւ փաստորեն այսօր հագա-իսրայել գործողությունները կկատարվին Եմենի կողմը, Իրաքը արդեն երկար ադենը դարձրեցած է, Եմենի կողմը եւ դակավին Գազայի մեջ մնացած որոշ թիվով Համասի զինյալներու կողմը։ Նույնիսկ Լիբանանեն հատկապես Հեզբոլլայի եւ Թիմադրության հարձակումները դարձած են, թեև իրենց ղեկավարությունը գսե դեպապար որ համբերությունը չափ սահման ունի, բայց այսօրվա ընդհանուր շրջանային թրության մեջ ես կկարծեմ, որ այդ համբերությունը երկար պիտի տևի։ Ինչ կվերապերի նախագահ Թրամփի այցելության Սևդական Արաբիա եւ Ծոցի մյուս երկիրները, աննախընթաց ոչ թե որտեղ առաջին անգամ է որ Ամերիկայի նախագահը այդպես չէ գայցել է շրջան, բայց աննախընթաց այսպես բառը սխալ չհասկացվի aggressive հարձակողական այցելություններ, որը ընկալվեցավ դրական գերբով Ծոցի երկրներու ղեկավարներուն կողմը։ Դարձյալ հիմնականի մեջ տնտեսական գործակցության թռնեն է, որ այս ամբողջ գործառույթը կկատարվի, քանի մը տրիլիոնի ներդրումներ Ծոցի երկրներուն կողմը Միացյալ Նահանգներու տնտեսության մեջ եւ զինվորական ջարդարվեստին մեջ եւ ընթացք որ շրջանը պիտի երթա թեպի
խաղաղություն։ Ոստայակից մփանան, որ Սուրիո Միացյալ Նահանգներու գոմե բաժամիջոցներու վերացումը Սուրիո նկատմամբ գրներ տրագանացեցություն ունենալ։ Այսինքն երկու օրվա մեջ արդեն սուրիական տրամանիշը բարձրացած է։ Նաև Լիբանանի վրա 13500 էր, երեք արդեն 7500 եղած է $1։ Բնականաբար նաև Լիբանանի, որովհետև երբ Սուրիո վրա են այդ բաժամիջոցները գվերցվին, կնշանակե նաև թեպի Սուրիա սահմանները ավելի ազատ կլան, Եգիպտոսեն Լիբանան, Իրաքեն Լիբանան, հորտանանեն գազ, այս նաև արևդրական այդ փոխհատուցությունները Լիբանանեն արդահանումը կամ ներածումը կգադարվի Սուրիո սահմաններեն, այսօր ստիպված են ծովային սահմանները կործածել, որը ինքնաբերաբար կանխատրնա ապրանքատեսակներու, քիներու բարձրացման նկատի ունենալով այդ նավերու փոխհատուցության ծախսերը եւ ժամանակը։ Այո, Գարջ այսպես եթե ծևով հարցերը դիտենք, պիտի տեսնենք, որ գրնաբադահիլ, որ որոշ շրջանի համար, որոշ շրջանի հետ մենք խաղաղության այսպես մտոլորտ ապրենք ներքնավից։ Սակայն հոսքմնա հիմնական խնդիրը, որ այդ խաղաղության կինի ինչ։ Առաջին խաղաղության խորակիրը Աբրահամյան համաձայնագրի բանն է, գնքումն է, որուն արդեն հիմը եղած է Մարոկը, Սուդանը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները։ Եվ այս իմաստով պատրաստակամություն կա անկախ մամուլի մեջ արտահայտություններ են, որ Սուրիան կրնա միանալ։ Եվ ամբողջ այս միջին արևելքը գերտա Իսրայելի հետ հարաբերություններու բնականոնացման։ Ասիկա իր անդրադարձը բիր ունենա Լիբանանի վրա, որովհետև Լիբանան միշտ ասած է եւ ճիշտ է, որ այդպես ասենք, որ Լիբանան գլա վերջին արաբական երկիրը Իսրայելի հետ դաշինք կնքելու։ Իսկ մեր դաշինքին հիմը բիդլա 1949-ի հրաթաթարի համաձայնագիրը, ուր Իսրայել քրավյալ հող չունի Լիբանանը։ Հիմա թե ադիգա Լիբանանի դարբեր քաղաքական գոմե ինչպես կնգալվի, ադիգա ժամանակը գճշտե, որովհետև նաև ադիգա ունի թե ներքին հարաբերություններ քաղաքական գոմերը իրարու հետ ներքին հարաբերություններու խնդիր եւ թե ունի շրջանի պետություններուն հետ հարաբերություններ։ Հիմա քիչ եթե ավելի երտանք, բնականաբար գա Ուկրաինա, Ռուսիա հարցի լուծումը, որսո մեջ բանակցությունները կան, Ուկրաինա նախագահը արդեն Թուրքիա գտնվի, չեմ կարծել, որ նախագահ Պուտինը գերտա, որովհետև վստահություն չունի, որ իր թեմ ելած միջազգային բաժամիջոցներուն գաբակցությամբ Թուրքիան անգերց կերպով կգնա վերաբերիլ եւ հանգարց երևակայեցեք, որ օտագայանի մեջ նախագահ Պուտինը ցերպակալվի։ Բայց ադիգա մեկ այլ խնդիր է եւ ես որևէ համաձայնագիր նախագահական մագարտակի վրա անմիջականորեն գրնամ չդեսնել բարձրային պատճառով, որ մինչև պատրաստվի եւ ի վերջո համաձայնագիրը ստորագրվի, ուր Ռուսիան իր արույցի փաշինը պիտի առնե։ Եվ այդ ցևով այլևս ռուս-ուկրաինական խնդիրը պիտի լուծվի եւ պիտի լուծվի ժամանակավոր կերպով այլ տասամյակ մեկ կրնա դարձել պրնգիլ, բայց վերջին հաշվով այդ բարակային Ռուսիան այդ տարածքաշրջանի մեջ իր փաշինը առած պիտի լա եւ պիտի այլևս ավելի ազատ կերպով կործե Կովկասյան մագարտակի վրա։ Նախքան Լիբանանի անցել են երակով ժողովուրդը կամ քաղաքացիները հետաքրող հարցում մգավոր գսե թե այս պատերազմներու ավարտեն յետ արդյոք միջին արևելքը պիտի վերադառնա նախկին գացության թե նոր միջին արևելքը մենք պիտի տեսնենք եւ այս աբակյուրում այս լավադեսությունը որ գա խաղաղություն բաժամիջոցները չնչում
որքան ժամանակ են ասել արդյունքները մենք կրնանք տեսնել մոդիկ քալիքին կրնանք շապատներու հարցը որ հանգարց ժողովուրդը կրնա շունչ մկաչը թե ոչ Դագավին պետք է դարիմը երկու դարի սպասել մինչև այս մեծ համացանությունները կոյանան շրջանի վերջնական ձևավորումը ստանա եւ դագավին մենք սպասելիք ունենք ինչ կգարձեք դուք արագ արդյունքներ կրնանք քաղել այս ընդհանուր իրավիճակեն նոր ձևավորվող Սուրիա ինչպես ասիկ Գազայի բարակային բանակցություններու մեկնարկ Լիբանանի բարակային համեմատական հանդարտեցում թեգուս խախտումներուն Իսրայելյան բայց արագ արդյունք կրնանք տեսնել մենք քալիքորերուն Ընկեր վիկենից ընդհանրապես զգուշ եմ արագ լավադեսութեն գիտեք նույնը բադայցավ երբ նախագահ Ժոզեֆ Աունը ընդրվեցավ ինչքան մենք բարձրացնենք մեր հույսերը այնքան ավելի արագ հուսախաբությունը իր ժխտական անդրադարձը ունենա բայց թե թրագան այսպես զարգացումներ կան բնական է կտեսնենք Դրական զարգացումներուն առաջինը Սուրիոթեմ եղած պատժամիջոցներու վերացումն է, որ գրնա անդրադառնալ Լիբանանի տնտեսության, նաև քաղաքականներու սուրիացի դեղահանվածներու դունդարձին, որը զուտ տնտեսական պատճառներով այսին ավելի ճիշտ տնտեսական պատճառներով լալով հանդերձ նաև քաղաքական ենթահող ունի, որը դակավին չելուծված Այսին մենք չտեսանք, որ որտև երեք պատժամիջոցները վերցվեցան այսօր 500 սուրիացի դեղահանված վերադարձավ, որտև հոն արդեն հսկա վերաշինության խնդիր կա, նաև ապահովության խնդիր կա, որովհետև համացանություն մգա ամեն մարդ առաջին օրեն ինքզինք պատրաստ չի տեսնել։ Ես կգարձեմ, որ շապատներու վրա ագնկալությունը կենթացրեմ քիչմը քեր իրավաշտություն է, քեր լավադեսություն է, սակայն ոչ շատ երկար ժամանակամիջոցի մեջ, այո, Լիբանանը պիտի աստիճանաբար վերակտնե։ Հիմա թե այդ վերակտնելը ինչ կնշանակի 75-ին առաջվա մեր լավ օրերն են կամ 2008-ին 2012-ի շրջանն է կարելի չի երևակայել, բայց հուսալից են օրերը, որտեղ նաև ժողովուրդը բավական հասուն գիտակցություն ունեցավ, որ հարցերը այլևս զենքի լեզվով լուծելը բարձր առաստաղի օրինակ երեք խորհրդարանի մեջ անգամ մթնոլորտը ստեղծվեցավ միաժամանակ զգացինք որ այսինքն ասիկա ժողովրդին կողմից թրագան չընկալվեցավ ժողովուրդը ինքը այլևս հաշվետվություն կբահանջի քաղաքական ովևէ ցանկացած ղեկավարի գեցվածներն բնականաբար գա որոշ չափով այսպես Գետեցեմ սկացական մթնոլորտը, սակայն աստիճանաբար ադիգա գենտացեմ գյանքի պայմաններուն պերմամբ մարդիկ ավելի իրավաշրջությամբ պիտի մոդենան։ Դարօրինակ է, գիտենք չէ, լիբանանցի ժողովուրդը շատ արագ գահաշտվի գացություններու թեմ եւ անիմաց տեղը չէ, որ միշտ կսեմ փյունիկի պես իդ ոտքի գելե եւ թևեր գառնե ու գտրի սակայն միշտ պետք է նկատի ունենանք որ ադիգա ամբիջական այսօր վաղվա խնդիր չէ եւ հոս անհրաժեշտ է ասել որ ներհայկական իմաստով մեզի համար այս բոլորը կարեւոր են Լիբանանի մեջ, Սուրիո մեջ, Խորհրդանի մեջ, Իրաքի մեջ, Եգիպտոսի մեջ, այսպես ընդհանուր համտարդությունը անհրաժեշտ է որովհետեւ մենք էլ կարենանք վերակտնել մեր ուժերը, մեր շունչը ավելի երկարել եւ մեր շրջաններու, մեր համայնքներու ներքին ցանկը վերաշխուժացնենք, կազմակերպվենք ավելի եւ մեր հիմնական նպատակներուն հետամուտելով։ Գերագոբ որքան էլ մտնոլորտը լավադեսական լա Լիբանանի բարակային, ընդհանուր շրջանի մեջ եւ ադոր աստիճանը Լիբանանի բարակային, փաստ է, բայց որ գնջրոտ հարցեր կան սեղանի վրա, որոնք մեկ օրվա մեջ չեն գնա լուծվել։ Լիբանանյան
նոր Լիբանանը, որ ասենք, նոր նախագահային ընդրությամբ, որ գծեվավորվի գոր, պիտի գարնա հարցերը լուծել։ Զենքի սահմանափակման հարց պետության ցերկը, բարեկարգումներու հարց, տնտեսական բարեկարգումներ, բարենորոգումներ, վերաշինություն, այս կողմ ինչ քայլեր կսպասեն քալիք ամիսներուն, քալիք հանգրվանին լիբանանցիներուն։ Առաջին հերթին քիչ առաջ գսեի զենքի հարցը թիմակցության շատ թեթև գրագի վրա դրված է, որը բոլորս գիտենք, որ խնդիրը միայն զուտ լիբանանյան չէ։ Եվ հոս տերագադարություն բիր ունենան, կամ ասեցություն բիր ունենան բնականաբար Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները, որոնց 4-րդ ռաունդը արդեն վերջինը Հռոմի մեջ եղավ, առաջին 3-ը Օմանի մեջ գայացավ, ուր այսպես հայդարարական մագարտակի վրա գտեսնենք ձայրահեղութենը թեպի ավելի դրամապանական լուծումներ երթալ, երբ որ իրանցի պատասխանատուն գայադար է, որ իրենք մեծ ուրախությամբ կընդունին ամերիկյան ներդրումները, ադիկա ոչինչ չեն հայդարարել, կամ բարձրապես փարիգա մեծողության հայդարարություն չէ։ Պատկամ մգա ինչ որ կա։ Եվ կամ երեք որ Թրամփը շնորհակալություն կհայտնե Կաթարի, որ գսե դեպապար օգտակար եղած է, որ մենք եւ Իրան բادرազմի չերտանք, մինչ Նաթանյահուն միշտ մեզ բահանջած է, որ հարվածենք Իրանը։ Ասոնք նշաններ են, որոնք քաղաքական ընթերցանության մեջ եթե խորքային ցևով գարտանք կտեսնենք, որ թեպի ուր գերտանք։ Ոչ այսօր, բայց ժամանակի ընթացքին անպայմանորեն որոշ թրական այսպես դերմահարվածելով, ուրիշ դերմահադորքինը կանցելով, սևդական Արաբիո օրինակի համար շրջանի մեջ, արաբական աշխարհի մեջ թերագադարությունը ավելցներով եւ ավելի լայն պայմաններ ընծայելով, որոշ հավասարակշռում ստեղծվի, ուր զինական հավասարակշռությունը բահելով հանդերձ, այսինքն զինումը բահելով հանդերձ, որտեղ մեծ ինդուստրի է, դիգա պետություններու բյուջեներուն, Միացյալ Նահանգներու կամ Եվրոպայի բյուջեներուն, եվրոպական պետություններու բյուջեներուն հսկա մեկ բաժինն է, ադիգա բահելով հանդերձ նաև ատկե եկած գումարները օգտագործել տնտեսական ներդրումներում։ Այս մեծ ընդհանուր պատկերի մեջ, որ խոսեցանք շրջանային է միջազգային, վերադառնանք լիբանանյան մեր նեղ հարցերում, մեր նեղ թաղերուն, թաղապետական եւ քաղաքապետական ընդրությունները որևէ դեր, որևէ թեր ունի նոր Լիբանանի ստեղծման մեջ։ Նայեցեք, նոր Լիբանան ըմբռնողությունը ես կվախնամ այդ նոր բառեն, որովհետեւ միշտ նոր Հայաստանն ալ միտքս կուքա, հիմնականի մեջ արժեքային համագարքի փոփոխության ակնոցով դիդելը մեզիբես քաղաքապարական համոզումներ ունեցող գազագերբության կամ անցերու վես քիչ մտահոգիչ է, բայց դե Լիբանանը, որ իսկապես կարենա քերիշխանությունը հարկել, ուր լիբանանցի մարդ անհադը լիբանանցի քաղաքացի իբրև վերապերի եւ ոչ թե համայնքիմը պատկանող անհատ, ուր հավատարմությունը լա զուտ Լիբանանի եւ ոչ թե շրջապատի այս կամ այն բերության, ուր այո բերությունը լա միակ ուժը, որ դիրաբեդե զենքին, այս բոլորը արագ լուծվելիք խնդիրներ չեն։ Հիմնականը բարեկարգումներն են, թե ելևմտական բարեկարգումները, թե ընկերային, թե քաղաքական, որը ժամանակի կարոտի։ Երեք ինչ որ իմացանք, մամուլեն նաև Յասին Ժաբերին հետ ծեր հանդիպումին այս նյութը արձազեք։ Ինչ նորություն կա գարձեք այս կզով, ինչ ուղղությամբ կընտանան հարցերը։ Հիմա դակավին վերջնական որոշումներու չէ հանգած կառավարությունը, բայց ներդրողներու բարակային նախեդակական է, որ գխոսվի շուրջ 180 միլիարդ դոլարի մասին, որ նախարարը սա արդեն 90 միլիարդը կանցված է, մարդիկ ժամանակի ընթացքին ասացող 5-6 տարիներուն
փոքր գումարներով կամ հadoop բարականերու այսպես մասնագի գումարներով այդ գումարը բացած է եւ ծրագրումներ կան ու հստակ կսվի որ ներդրողներուն իրավունքները պիտի պահպանվին առաջին հերթին քննարկումը կա որ մինչև $100,000 գումար ունեցողը տրամադամ մեջ ժամանակի ընթացքին ոչ շատ երկար իրավունքը պիտի ունենա կանցելու երկրորդ ավելի ունեցողը թրությունը պիտի ստեղծվի որ բաժնետոմսերով կարենա կործել իր իրավունքները պահեն իսկ առաջինը որ արդեն խորհրդարանը որոշեց տրամադրային քաղաքնիացումը վերցնելն է անցնող 10 տարիներու հետ կապված ասիգա դժբախտաբար ամբողջական չէ որովհետև հոն չկա այն որ իր գումարները փախցուց կամ այդ գումարները ինչպես այդ գումարներուն հասած են բդածության իբրև հետևանք կամ շահույթ այլ այդ գումարները որոնք բանկ տրամադրություններում մեջ զետեղված էին եւ օգտված էին բարձր տոկոսները ուրեմն այդ տոկոսներու խնդրի լուծումն է որ պիտի կատարվի եւ գարձեմ հանդարտ ձևով առանց մեծ աղմուկներու անգախանգե որ գրնան լրատվական միջոցները այս կամ այն քաղաքական թեմքերում սևացրեքի իմաստով որ իրավունք ունին սակայն անգախ այդ բոլորեն հանդարտ ձևով նպատակ ունենալով երկրի երևմտական տնտեսական գացությունը բարելավել ասիկա տրական երևույթ է բնականաբար Կալով քաղաքապետական թաղապետական ընդրություններուն բոլոր քաղաքական կողմերն փորձեցին եւ կփորձեն դակավին այս ընդրություններուն դալ բարգավաճման, զարգացման նպատակ ասելով որ մենք չենք մասնակցիր, մենք կհովանավորենք, մենք կզորակցենք, ներծուկ կկանքնենք, բայց նույն ադեն կտեսնենք, որ այս կամ այն քաղաքապետության ընդրությունն հետ քաղաքական թեմքերը ինչ կան հվարդությամբ, մեծ ուրախությամբ հաղթանակներ կնշեն, այս է լիպանանը եւ նաեւ կտեսնենք, որ իրարու հանդեպ բացարիք մտչնամանք բարը չենք կործածել ընդհանրապես լիպանանը հագացություն ունեցող մերժումներ ունեցող անգարելիները սող քաղաքական կողմեն իրարու հետ կտաշնակցին բարձրապես քյուրի կամ քաղաքի մեջ ընդրական որոշ շահեր ապահովելու համար ասիկա բնական է քաղաքական կյանքի մեջ բայց ադիգա դե ինչպես կարդացոլա հարաճիգա դարվա ընթացքին երեսփոխանական ընդրություններում մեջ այդպես չէ նախ որտեղ երեսփոխանական ընդրություններու օրենքը չարդոներ այսինքն չես կրնար այս թաշինքներով նույն ցանկերուն վրա լալ, որովհետև ամեն մարդ պիտի որ առանցին թաշինք կուզեմներ լավագույն արդյունքը ցեղծելու համար երկրորդ ինչ ալբադայի քաղաքապետական եւ թաղապետական ընդրությունները հատկապես քյուրական շրջաններում մեջ ընտանիքներու հետ կապված խնդիր է որոնք կրնան այս կամ այն քաղաքապետական խորհրդին հետ լալ որովհետև իրենց ասկականները մեղը հոն է բայց իրենց քաղաքական կողմնորոշումը երեսփոխանական ընդրություններուն դարբեր դերգերտա Ինգերակո բարդոնեցեք հարցնել հարցում վնաստող 3 ամիսներուն շատեր հարց տվին սալոններու մեջ կամ բարձր ցայնով կամ սա ցայնով որ տանը ժողովի հաջորդած հայտարարություններու մեջ ծեր անոնին թիմաց տեսանք միջին արևելքի պատասխանատու արտահայտությունը երբ որ այս շրջաններում բարակային չենք տեսնել Եվրոպայի պատասխանատու կամ Ամերիկայի ինչու այս հայտարարության այս սևը ինչու այս շեշտադրում արդյոք ինչ որ բատկամ մգա ինչ որ իմաստ մգա այս արտահայտության մեջ Ընդհանուր ժողովի կողմից ճշտված հատուկ այսպես բամ ուղղություն մգա այս կզոր բնականաբար դիդրոսը ավելցնելու համար չէր իմ անունս վրա չէ թագարակը երբ քիչ առաջ կսի ընդհանուր ժողովը հատուկ կարևորությամբ կնեց միջին արևելքի խնդիրը հույտա բյուրոյին համար այդ ընդհանուր ժողովի քննարկումը շատ ավելի լրջությամբ կատարվեցավ որովհետև մեզի համար միջին արևելքը ոչ միայն տաշնակցության համար, հայ ժողովրդին համար միջին արևելքը եղած է եւ պիտի մնա
մեր ժողովրդի քոյութենական բայկարի հիմնակարերեն չսեմ կարևորակույնը այսօր, բայց կարևորակույններն մեկը Թեգուզ նոսրացած տիվով թեգուզ նաև այդ նոսրացած տիվը երբեմն ոչ ամբողջությամբ հայաշունչ բայց վերջին հաշվով մենք պատմականորեն այս շրջաններում մեջ ենք նախքան Եվրոպա լալ նախքան Միացյալ Նահանգները լալ պատմականորեն մեր արմատները այս շրջանի մեջ են հայ ժողովուրդը այս շրջանի լայն միջին արևելքի շրջանի զավակն է ծնունդն է եւ այդ մեկնագետով էր որ հadoop ուշադրությամբ այս խնդիրը քննարկվեցավ եւ անհրաժեշտ նկատվեցավ որ ունենալ պատասխանատումը այնպես ինչպես կա հայտարարի կենտրոնական խորհուրդ որ հայտարարի աշխատանքներով գսպաղի եւ գամ երդասարտական խորհուրդ գամ գազագերբական քաղաքապարական զարգացման աշխուժացման ամրապնդման պատասխանատվությունները այս վարակային նաև ինձ վստահեցան միջին արևելքի որ հիմնականի մեջ անկախ Լիբանանն են այսինքն գազագերբական պատասխանատվություններուն գողքին քաղաքական պատասխանատվությունն է որ պիտի նպաստե Լիբանան եւ արաբական երկիրներու որոշ չափով իսլամական երկիրներու հետ հարաբերություններու զարգացման առավել արաբական եւ իսլամական գազագերբություններու հետ հարաբերություններու զարգացման որտեղ այս բաժինը մենք նկատեցինք որ որոշ հավելյալ աշխատանքի գարիք ունի մանավանդ ներկայացության մեջ որ Թուրքիան հստակորեն թերագադար է հոս է Թուրքիան ամեն տեղի չէ Ադրբեջանը թերագադար է այսինքն Ադրբեջան Իսրայել հարաբերությունները բացառիկ գերբով սիրալիր են Թուրքիան իր երբեմն պրո-պաղեստինյան երբեմն պրո-իսրայելյան բայց ի վերջո Իսրայել եւ Թուրքիա շրջանի մեջ նույն մեդալին երկու երեսներն են այս ընդհանուր գացության մեջ բյուրոն տեսավ որ նման այսպես ասած պատասխանատվության հաստատումը ոչ միայն տաշապսան օգտակար կրնալալ այլ մեր ժողովրդին եւ Հայաստանին հիմա սալոններում մեջ խոսին առաջինը չէ վերջինը չէ ադիգա բնական է ովևէ աշխատանքի ովևէ թրագան գործի մասին բնական է որ պիտի լսենք ժողովրդական գործերու մասին մենք կուզենք որ մեր ժողովուրդը խոսի եւ չլռե հետեւաբար մենք մեր գործը պիտի կատարենք կհուսանք որ որոշ չափով օգտակար գլա ադիգա մեր ընդհանրական շահերու պաշտպանության դիտանկյունեն նաև մեր հայկական զանգվածներու ավելի հանգիստ կյանքը բարգեւելու իմաստով Եկեք անցնենք Հայաստան եւ հաստատենք որ այսօր դակտաբի մեջ է մեր երկիրը դակտաբի մեջ է բոլորը ոչ իշխանությունը գտնագոր համախմբել վստահություններ շնչել ոչ էլ ընդունենք ինտիմատիվները գաչողին գոր լայն այսպես համախմբում առաջացել կան երկու փևերներ կան բարակդված ընկերություն այսօր ելքը ինչպես կդեստեք կամ տանուր ժողովը ինչպես կդեստե ինչ է հայկական օրագարկը կամ համը հայկական օրագարկը որոնց պետք է բոլորը համախմբվին այս կացություններն դուրս գալու համար Դժբախտաբար ընկերվիկեն համահայկական օրագարկը բացակայ է Հայաստանի իշխանություններու մոտ Հայաստանի իշխանություններուն համար հայկական օրագարկը Հայաստանի ներկա սահմաններու մեջ սահմանապատկվող օրագարկն է ուր ունենանք խաղաղ պայմաններ հայաստանցի քաղաքացի բարգավաճումը եւ զարգացումը մնացյալը ոչ սպիրկը ավանդականը սպիրկը ոչ Ռուսիո մեջ ապրող հայությունը ոչ այլ շրջաններում մեջ ապրող հայությունը այսինքն նորը սպիրկները զիրեն կհետաքրքրի
Եվ ասիգա դժբախտաբար ներկա իշխանություններուն ռազմավարության վերածված է, ոչ թե տակտիկային է։ Եվ բացառությունները գտնվին, որ կամ Ադրբեջանը, Թուրքիան պիտի քրավեն Հայաստանը, կամ զիջումներու պիտի երթանք, որովհետեւ կետ ապահովենք 28,000 քիչ կիլոմետր տարածությունը։ Մորնալով սակայն, որ մեր կորձը երկու թշնամի պետություններու հետ է, որոնց նպատակները խաղաղություն չեն, այլ որոնց նպատակը Հայաստանի թրքացումն է։ Արդյոք մենք այսօր համոզված ենք, կերևի մարդիկ կան համոզված, որ համաթուրանականության խաղապարապանությունը վերացած է։ Մենք չենք կարծել, որ այդպես է։ Ընդհանրապես սաստկացած է տարբեր քողերու տակ, տարբեր անուններով, տարբեր քաղաքական այսպես փամբագի մեջ պատված քարի քաղաքականությամբ։ Հստակ է, որ ախորժակները ինչ են, նաև հստակ է, որ ինչ կան, եւ ասի քաղաքականության մեջ ընդհանրապես միջազգային հարաբեր, ինչ կան պետությունը զիջի, հագարագործը ավելին պիտի պահանջի։ Ուր մնաց կխոսենք Ադրբեջանի եւ Թուրքիո նկատմամբ, որոնց երկու ղեկավարներն էլ չեն բահեր իրենց քաղաքական ուղղությունը, մենք բարձրապես դեռևս չենք ուզեր լսել։ Անտիմատությունը դժբախտաբար չգրծավ միավորվել տարբեր պատճառներով, նախ որովհետև դարադեսակ է անտիմատության փաղկացուցիչ մասնիկները, երկրորդ որովհետև իշխանությունները նախորդ ռեժիմներու մասին այնքան լայն կարելիություններով հարցակումներ կգործեն, որը արիտ չի դար անտիմատության միավորվելու, սակայն այսօրվա ստեղծված չղաքրքիր վիճակը հատկապես ազգային ժողովի մեջ կարելի չէ աննկատ թողնել։ Այն չղաքրքիր վիճակը, որ կստեղծվի ազգային ժողովի իշխանամետ դարերուն գողմ է եւ գբսակվի վարչապետի չղաքրքիր վիճակով, չղաքրքիր գեցվածերով Երանի այս չղաքրքությունը տեսնեինք, երբ որ Արցախը հանձնվեցավ։ Ոչ թե որովհետև այս կամ այն քաղաքական գողմը փդածության թեմ կխոսի։ Մենք հարցը ամբողջ հայրենիքի հարցը վերածեցինք փդածության թեմ պայքարի, մոռնալով, որ քոյութենական գրիվ ունենք մենք, մոռնալով, որ փդածությունը անարդարանալի վիճակը լալով հանդերձ, երբ մենք միագողմա միայն այդ հարցով կսպաղենք եւ ամեն ինչ կփերցնենք այդ հարցին վրա, միաժամանակ կգործընծնենք Արցախը, կգործընծնենք հայկական mainland Հայաստանի սահմաններեն որոշ հողամասեր եւ վտանգված է նաեւ Միչանցկ եւ այլ շրջաններ, երբ Ադրբեջանի նախագահ հակահայտարարի, որ Երևանը ադրբեջանական նահանգ է, ասոր մեջ փդած չես, այլևս այլ դեղ կդանի, չեմ ուզեր այնպես մտածել, որ այս բոլորը ծրագրված կրնան եղած լալ, թեգուզ եւ ծրագրված չէին, սակայն հարցերու թիմակալումը այո համասկային միասնություն կպահանջի, ուր հիմնական թերագադարություն ունի Հայաստանի իշխանությունները եւ վերնախավը, չեմ գիտեր դակավին ինչքան այդ հավատքը կգտնանք վերադարձնել իրենց, ուր թերագադարություն ունի թե Էջմիածի գաթողոսությունը, թե Մեծիդան Անգելիկիո գաթողոսությունը եւ բոլոր առողջ ուժերը, մտավորական, համալսարանական դասախոսներ, արվեստագետներ եւ քաղաքացիներ 2026-ին կան երեցփոխանական ընտրություններ Հայաստանի մեջ։ Ասիգա
անմիջական այն առիթն է, որ նոր ձևավորում ստանա երկրի իշխանությունները։ Բոլոր ստատիստիկները ցույց կտան, որ այսօրվա իշխանավորները չունին այն ինչ որ ունեին, ոչ միայն չունին, քառորդին իջած է ինչ որ ունեին։ Սեղնադիգա բավարար չէ։ Հստակ, լուրջ, կազմակերպված, հետևողական, թիրախավորված աշխատանք պետք է դարվի, որպեսզի Հայաստան ունենա նոր տեսակի իշխանություն, որուն հիմնական մեկնագետը լա մեր ազգային արժեքներու պահպանումը։ Գիտեք, թույլին չէ հանգարդսել, որ Արարատը չէ, Արաքածն է, Զինանշանը չէ, Արյուծը չէ, Արձիվն է, այս չէ, ասիկա գսվի եւ գերթա, բայց նաեւ հետ կցկե, քալիք սերունդներուն վրա հետ կցկե, աշակերտներուն վրա, որոնք վաղվա Հայաստանի քաղաքացիները բիդլան, Սփյուռքահայուն վրա, որ ամբողջ տասնամյակներ դան մեջ միայն Արարատի նկարը տեսնելով, որովհետև չէր գնալ խորհրդային Հայաստան այցելել, մնաց հայ, իսկ այսօր Հայաստանը ունենալով հայկականությունն է, որ գնահան չէ, չեմ ուզեր այնքան վատ ծևով արդահետևիլ, բայց վերջին աշխարհում մարդ ես կմտածես, որ արդյոք ծրագրված ծևով, ոչ էլ անպայման թավացական conspiracy theory-ներում ուզեմ երթալ, բայց իրավունք ունենք մտածելու, որ թեպի ուր եւ մինչեւ ուր կարելի է թիմանալ։ Մեջին արցումը նրաներագով իբրե ոյտա լիբանանի գետրոնական կոմիտեի երկար դարիներու նախկին ներկայացուցիչ։ Երկար տարիներ չեն, ամբողջ 9 տարի էր։ Ասկային գուսակցական ծեր հարուստ փորձառութենը մեկնած ինչ ունի գսելի այսօր լիբանանայության տարաբես եւ հատկապես այս գիրագորվա անդություններն առաջնակ ընդհանուր ենթացավ որ ավանդ մգա փորձառություն մգա որ գուտագազեք ծերմոտ կորզակցած եք աբրած եք հիմա որ ոյտա բյուրոյի անդամ դարձակ վստահ լիբանանայությունը գտիք այլ կոնտեքստի մեջ համահայկական կոնտեքստի մեջ ինչ ունի գսելի այս կզով առանց արժեզրկելու սփյուռքահայ մեր մյուս քաղաքները եւ որտեղ ծանոթ եմ քաղաքներում լիբանանահայությունը գմնա Հալեբի հայության գողքին հիմնակարը մեր ժողովրդի հայաբահբաման բայկարին ինչալ ասենք Թեգուզ եթե ասենք որ լիբանանահայության 50%-ը հայերեն չի խոսիր այսօր գամ խառնած ամբողջություններուն թիվը գամ օդար դպրոցներ հաջողողաշերներուն թիվը դակավին մենք կմնանք Հալեբի գողքին մայր քաղուտ մեր գարելիությունները սահմանափակ են Միացյալ Նահանգներու մեր քաղաքներուն գարելիությունները շատ ավելի լայն են Կանադայի քաղաքին գարելիությունները շատ ավելի լայն են Ավստրալիան նույնը սակայն այդ լայն գարելիությունները նաև այդ շրջաններում մեջ իրենց զով գարիքներուն համապատասխան չեն այո մենք մեծ ուրախությամբ գտիդենք կնգալենք որ Լոս Անջելեսի մեջ դպրոցի համար $5 միլիոն հավաքված է կամ այլ դպրոցի ընդարձակման համար շատ ավելի մեծ գումար հավաքված է երեք օրինակ Թորոնտոյի մեջ Թորոնտոյի վարժարանին ինովաց տելետոմը եղած է շուրջ $650,000 հավաքված է բայց նաև պիտի տեսնենք որ այդ երկրներում գարիքները ինչքան մեծ են այդ երկրներում մեջ մեր գարիքներու բյուջեական բացերը ինչքան մեծ են Լիբանանը այո այսօր չենք ինչ որ ենք 75-ին առաջ սակայն ամուր ենք հաջող միասին գտնենք չէ որ օրինակ մայիս ամսվա ընթացին քանի ծերնակ կա նույն օրը քանի ծերնակ կլա եւ դու չես կրնալ նույնիսկ գարտալ այդ մասին աշխուժ է լիբանանահայությունը եւ աշխուժ պիտի մնա մենք բարեփոխություն ունենք նաեւ լիբանանահայության բարակային որ մեր միութենական գետրոններով հոսեն լա համասկայինը լա հոմենտմենը լա այլ միավորներ գիրիգո գաթողուստեն գետրոնը հոսը եւ հոս պիտի մնա եւ մենք կվայելենք գիրիգո գաթողուստան բարիկները առանվեհապարին հասկացող ցավսիրտ նախաձեռնությունները եւ մեր
Լիբանի ազգային առաջնորդարանի, նաև մյուս համայնքներու պատասխանատուներու թերագադարությունը։ Մենք ամենևատ բանը, որ գրնանք սկալ հիասթափությունն է, հուսախաբությունն է։ Երբեմն ադիգագուկա փոքր երևույթներ է, երբեմն երբ մեր բադշկամեն դուրս կտիդենք, ամբողջ լիբանահայությունը այդ բադշկամի երգատներեն վար երևցող քանի մետրի մեջ կտեսնենք, բադոհանեմը երևույթ կտեսնենք, կգործենք լիբանահայությունը քանթված է, այդպես չէ։ Գիտեք, մեր հարաբերություններում, ունեցական ծանոթություններում մեջ դակավի մինչև այսօր ոչ հայ մեր գործընկերները, նույնիսկ անոնք, որոնք քաղաքականորեն դարբեր թիրքերու վրա են, ոչ միայն հիացմունքով, պատկարանքով գտիդեն մեր ժողովրդի փարումը Լիբանանի, նաև գազագերբվածությունը, ասելով այո, այսօր առաջվա թիվը չեք, բայց մենք հələ այդպես չենք, բայց դուք մեզ շատ ավելի զորավոր եք։ Ասիկա բարձրապես խոս չէ, որ գսեմ ու պետք է անցնենք։ Մենք մեր ներուժին հանդեպ լուրջ հավատ պետք է ունենանք։ Եվ այդ հավատքեն մեկնած մենք գիրագի օր Բեյրութի քաղաքապետական եւ թաղապետական ընտրություններուն բարդավոր ենք, հոսիբրև նաև պետական երեսփոխան ասելու, որ շատ լուրջ կերպով մոտենանք հարցին։ Բեյրութի մեջ 50 առ 100, 50 համայնքային հավասարակշռությունը բահելու լուրջ խնդիր ունենք։ Բեյրութը ամբողջ Լիբանանի մայրաքաղաքն է։ Բարձրապես Բեյրութի քաղաքապետությունը քյուրի քաղաքապետություն չէ։ Հոնգա երկրի համերաշխության պահպանումը, զիրար ընդունելու քաղաքարի պահպանումը եւ միասին երկրի հարաճտիմությունը, զարգացումը եւ գերիշխանությունը պահպանելու խնդիրը։ Մենք թեթևությամբ չենք կրնար մոտենալ այս հարցին։ Երկրորդ, այո, մեր նախաձեռնությունն էր Լիբանանի մեջ, որ առաջին օրեն խոսենք ընդհանրական ցանկի մասին եւ աշխատեցանք թե քրիստոնյա գոմերուն հետ, թե իսլամական գոմերուն հետ, որ ունենք այնպես, որ հագարակ քաղաքական տարբերությանց, հագարակ լուրջ տարակարծություններուն բրգելու համար Բեյրութը գարենանք նման ընդհանրական ցանկի մշուրջ համացանել եւ բոլոր գուսակցություններով թեպի առաջ երթալ։ Այս նախաձեռնությունը մենք Լիբանանի մեջ նախաձեռնեցինք, իրականացուցինք, ասկի առաջ 2016-ի ընտրություններուն նույնը եղած էր, այն ադեն նախկին վարչապետ Սաադ Հարիրին իշխանության վրա էր իր օժանդակությամբ եւ իր այսպես ասած հովանիով դժվարությամբ իրականացավ, այսօր ինքը գոյություն չունի Լիբանանի քաղաքը, ինք իր որոշումով հեռացավ Լիբանանի քաղաքական այս գործընթացեն, ուրիշ քաղաքական ուժեր միասնապար գործեն երաշխավորել այնինչ որ գուհուսանք դրական արդյունքով հասնենք գիրակի օր։ Իմ գոչս է, որ ժողովուրդը ինչպես միշտ գարենա իր մասնակցությունը փերել հավատքով գիրակի օր ոչ միայն դաշնակցության գոչին ընտարաչելու, այլ Լիբանանի համագեցության, Լիբանանի աբակային համար գարենա իր դիրական վճռական խոսքը ասել, որուն հաջողության բարակային նաև քեթ հայությունը այս իմաստով հավելյալ վարկ պիտի ստանա։ Այս գոչով ալ կպագենք մեր այսօրվան հայդակիրը, հարկելի ունգընտիրներ եւ ագանտիրներ, վանացայինին ցեզի հետ էինք, հadouk հարցազրույցով, որոնց նյութներ Միջին Արևելքը եւ Հայաստանը տևի ուր, մեր այսօրվան հյուրն էր Հոյտա բյուրոյի անդամ, Միջին Արևելքի պատասխանատու, հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ երեսփոխան Հակոբ Բակրադոնին։ Շնորհակալություն ձեր ընտրության համար, մնացեք միշտ վանացայինի ունգընտիր։ Քեզի հարկանք ու մեծարանք, հերոս ասկի անհուն բարձանք,
դունի միտյալ ազատության